մարդն է աշխարհի միակ բարական արարածը։ Եվ այսօր մենք հարցադրումներ ունենք ինքներս մեզ, մեր բարոյական կերպարի, կյանքի և մահվան մասին։ Ժողովուրդը միշտ գովերքել է մարդկային բարոյական առաքինությունները, իսկ բանաստեղծները երկհանդերն արձակագիրները գնահատել ու արժևորել են այն։ Այս համատեքստում էլ այսօր ուզում եմ արժևորել Վարդանին, հասկանալ, որն է նրա կոչումը, որն է կյանքի իմաստը, և վերջապես ով է։ Հասարակությունները բոլորիս են, որ կյանքի ընթացքում ունենում են և թերացումներ, և պատողություններ։ Քրիստոնեական իդեալը մեզ պատրաստում է և ասում, հավատով սպասեք, հույսով քարքային, սիրով միավորվեք։ Այս բեմը շատ դերասաններ է տեսել տարիներ շարունակ, Աղագեղեցիկ Շամիրան, գրող մեծ արվեստագետներ, սակայն այս անգամ մեկ ուրիշ այցով ենք բեմանել երեխաներին, որովհետև դասական գրականությունից ընտրել ենք Շիմազադեի պատվի համարը։ Բավականին բարդ գործ, բայց մեր երեխաներին դարձավ հասանելի և կարծում եմ, որ մեր դերասանական, այսպես կոչվում նրանց խումբը պատրաստ է ներկայացնել։ Եկեք այսօր խոսենք ազնիվի բառն ինչու՞ չէ նաև այն խնդիրների մասին, որոնք կոչվում են բարոյական առաքինություններ։ Բանենք մեզանից մոլությունները, որովհետև քիչ են մնացել, բայց հայ ենք։ Այո, մենք նոր սերնդին ենք թողում մեր սերը հայրենիքի նկատմամբ, որտեղ հայրենիքն իմ տունն է, իմ հողը, իմ ապագան, ունեմ չունեմ, ես քեզ ունեմ, ուրիշ ոչինչ, ինձ պետք չէ ուրիշ երաս, ուրիշ անուշ, քո զավակն եմ հավատարիմ, միշտ քո կողքին, դու իմ հոգին, դու իմ սերը միշտ առաջին։ Ինչը կարող եք ավելի լավ արտահայտել, քան մեր ցանկով կերտած կտավները։ Այո, մենք հավատում ենք մեր երկրի լուսավոր ապագային։ Լուսաշող են այս տունները, որովհետև աշխարհի աղմուկամը հայ ժողովուրդն է։ Սերանական են նաև իմ մտքերը, խարխարով այլն։ Որտեղ մեր կտավներում հույսն ու հավատն է, սերն ու զգացմունքը, իսկ այս կտավում սպասումս այն վերջ էր, մտորումս անսպառ։ Սակայն հասկացա, արժանի չէ նա, իմ հոգին երբեք դատարկ չի մնա, իմ հոգու լույսը հավերժ կմնա։ Վարպետ, սիրելի ծաղկեն, դուք ժամանակին ճիշտ եք արժևորել մարդկային արժեքները, և այսօր ձեր 150-ամյակին նորից ուզեք լսել ձեր խոսքը։ Երջանկությունը մարդու կյանքում հարկադիր պայման է, քանի որ զգացմունքներն են կառավարում մեզ, սակայն ողջախոհությունը, սիրելի վարպետ, պետք է մեր ուղեկից լինի։ Շնորհակալ եմ սիրելի Մասվոսյան, իմ հոբելի։ Շնորհակալ եմ սիրելի Մասվոսյան, հոբելյան նշելու համար։ Ուսել ենք մեր գերեզգում շուքերից։ Ստացվում է հեշտ, խելքն իրավեք ծառա, բայց դու խելքը գլուխը ծառա, ինչպես վատ ու վախ։ Այո սիրելիս, եթե մենք չստեղծագործենք, կլինի հոգուսով, քան էլ փող լինեն մեր սեղանները։ Հարգելի արվեստագետ ընկերներ, մեր ամենօրյա հավաքատեղին է այսօր այստեղ են բոլոր ժամանակների արվեստագետները, բայց ձեզ պետք է ուրախացնեմ, մեր մեծ շանսոնյեն մեջուրն է, Ազնավուրը, իսկ երկով է դիմավորենք նրան։ Եթե քսանդեր չկա, գուցե չհասկանա, դուք իմ այս պատմությունը, որ
Զախ սրճարանում տղերքով անանում երազում ենք ձեր հարկը Ձեզ բախտ վիճակվեր ու իրնքար ծախվեր Գնայիք ձեր հարկը ու դենք մի գդոր հաց ու հետո վինով ծածկը երկենք ձեր երկերը Մինչև լույս հարավող մորանալով ձմերը նստած ու խարումոր Այո, այս երկի ու սրտում եկել եմ այստեղ։ Ինչ կասեք մեր բոհեմյան այս միջավայրի մասին։ Շատ հաճելի է այստեղ գտնվել սիրելի իմ հայրենակիցներ։ Թեկուզ երգում եմ 5 լեզվով, բայց ես հպարտ եմ երկրով։ Եվ շատ ճիշտ է, որ գրավերը այս բոհեմում։ Ամեն ինչ խառնեցին իրար։ Իրար ունենալու բեռով չունենալու ցավը մոռացանք։ Իրար կորցնելը տոն դարձին։ Եվ չգտնելու սուխը չեղացին։ Չսկացին։ Իրար գրկեցինք ու ան։ Թեյն ու խմիչքը խառնեցինք իրար լինել չլինելն կամ կորնել։ Ես սերզեցի։ Դու ինձ հարգեցիր։ Սրճարան, ամառվա շոգ։ Վայ է թարգանքին ասած բոլոր հիմար խարերին, ու հետո եկած դատարկությանը, լծված աչքերին, անքնությանը։ Անպետք է իմ աշխարհում բոլոր արևները ծակող։ Անպետք է նաև այն, ինչ ինձնից մնաց։ Ես կատակ, ես լուր սիրո տնաս։ Ես բարև ու ես հեգնալից։ Ես ողջույն ու ես ապուր, չստացված։ Կներես, որ քոնը չեղա։ Ներում եմ, որ ուրիշին է դարձեր։ Բայց քեզանից գոնե մի բան մնաց։ Շանսոնյա, ինչ է սերը ձեր կյանքում։ Սերը, գիտեք, ամենից ձեզ դարձած։ Կյանքը որ մենք ապրում ենք, մայրը, սիրած էակը և իհարկե երաժշտությունը, իմ սիրած երաժշտությունը։ Կյանքը ի վերջո երաժշտություն է, ինձ համար երգելը երջանկություն։ Իսկ պատիվը։ Ինչ կասեք պատվի և արժանապատվության մասին։ Այդ հարցի պատասխանը կգտնենք Շիվազանդեի պատվի համար դրամայում։ Գրիլ կես այդի պայմել ստորագն, բայց դես ամենի կապուցեր չբարացում է։ Սուրե կաց մի գնա։ Դա, մամա, հեիք այսքան լացկոց բարձասեցիր։ Ես ներվայի մարդ եմ։ Դու նրա փոխտնեցիր Սաղաթել։ Այո, մամա, եղբայրդ ավելի բարի գտնվեց, քան դու, և մեծ որդի, Բագրատ։ Հետ վերցու Սաղաթել, հետ վերցու։ Թողը նրա փչացեց, փողոցները գցեց։ Մամա, հին երկերքելու ժամանակ չէ, գրասենակից գրս։ Հետո լսեմ, այժմ ամենքներ գիտեն, որ դու ինձ համար որդիշտ ես, այլ աստծու պատիվ։ Ինչու՞, որովհետև ապրել եմ ուզում, ինչպես ապրել են իմ բոլոր ընկերները։ Այսինքն ինչպես բոլոր անառակ զավակները, վաղ չխացացի։ Քերի, իմ գործերի մի խառնվի։ Քոնն այն է, որ իմ օրհաշիվներին հետևես։ Լավ կպեց, տեղն է քեզ ծաղացել։ Իսկ դու, մամա, ավելավամ ես որդուդ հետևես։ Ես քեզ կարող եմ հավատացնել, որն ավելի վատ ճանապարհի վրա է, քան ես։ Մեր փողը կեղտ է, նրա փչացնելը մեղք չէ։ Հասկացար սիրելի մա։ Մի կերպ բաժանեցի։ Դեռ աշխարհի զերեցին կանենք կան, որ ինձ նախանձում են։ Հարուստի կինը։ Ոչինչ, եթե մենք որդիդ անառակ է, միսու խելոք է, մեկի քանդածը միսու շինում է։ Չեմ ուզում ոչ քանդողին, ոչ էլ շինողին։ Մեկի համար փողը գերեզման է, մյուսի համար հայ ու հավատակ։
Երկուսն էլ Աստծո ճանապարհից դուրս են։ Օշնվի նրա ստեղծողի ձեռքերը, փողից էլ քաղցր բան կա աշխարհում։ Հեթանոսներ, Աստված չունեք, սատանային եք երկրպագություն տալիս։ Էլի կրկնեցիր մեր հոր խոսքերը։ Աշելու, դուք հարկավոր չեք։ Էլի ովքեր են։ Ազգային ագրավն է։ Կարծես բարեգործական ընկերություն է բացառել։ Հավաքել են մի խումբ բանվորների դռնեդուռ ընկել, թե ինչ է փոխանք հավաքում բարեգործություն անի։ Սաղաթել, աշխատող մարդը գործել կունենա, տունել, իսկ դրանք հավաքել են ծույլերին ու անպիտաններին, ձրի կերակրում են, թե ազգ են պահում։ Դու այստեղ ես, էլ ինչ ես ունքերդ գիտել, մի սևացրի օրս, առանց քեզ է սևացնողներ կան։ Ու գողի հետ ապրելը մեղք է։ Հա, միլիոնատերի աղջիկ, դե որ այդպես է, տուրելի օրվիտիցդ կամ հորը թողած ժառանգությունից, այն մեծ քարավաններից։ Դու միշտ իմ հոր աղքատությունը երեսովս ես տալիս։ Ախր ինչ անեմ, Էլո։ լավ մի երկարացրու, գովելը տավելորդ է։ Լսի, հազար անգամ ասել եմ, ելի եմ կրկնում, թող այդ հառաչանքները, ախ ու վախդ, քո դեմքի վրա, աչքերիդ մեջ, ամեն խոսքի տակ ես դում եմ նախատին, որ ինձ կատաղեցնում եմ։ Ես շատ լավ գիտեմ, որ դու սվերի պես հետևում ես ինձ, իմ խիղճն ես ինչ է, հարկավոր չէ, իմ մեջ խիղճ էլ կա, հոգել, աստված է։ Ոչինչ չեմ հասկանում ասածներից ես։ Շատ լավ հասկանում ես։ Ժամը երկուց մեջ եկավ այդ։ Կամ մեջ ճաշել։ Իհարկե, այդ էլ էր հարց։ Ով գիտե քո քայլը։ Այդ տեսար, հենց այդ ով գիտեի տակ սատանան է նստած, օծի նման կտլում է, հեռացիր, այսօր առավոտից ես շամպես տոված եմ, մի ամանել օթարանի համարդի, նա մեզ հետ է ճաշելու, երան լավ վարվիր նրա հետ, դա ինձ հարկավոր է, Բագրատը տանն է, կանչի նրան այստեղ, Սաղաթ է, քուրը տասատն է, գնաբաց հարան։ Բարով, որդի, այդ ինչը մեզ մորացել ես։ Երեք ձեր տանն էին։ Հա, բայց չեն ասել, նստի, այսօր մեզ հետ ես ճաշելու։ Մի քիչ խոսենք, հետո կանցնենք այն կողմ։ Գործ ճարեցի։ Այո, մի քանի մասնավոր դասեր։ Դասեր, այդքանը քո ստանալուց հետո հարաբերություն ես ստանում։ Ինչ արած, պարոն Անդրեաս, առայժմ ես ստիպված եմ։ Բայց դրանով ոչ կստանա որդի։ Արի քեզ մի լավ տեղ կգանենք մեր գործարանում։ Ինչ կասես, Բագրատ, ինձ թվում է քո գործարանում մի ազատ պաշտոն կլինի նրա համար։ Իհարկե հարմար պաշտոն։ Ներես այդ, բայց իմ գործարանը դեռ պատրաստ չի։ Շնորհակալ եմ, պարոն Անդրեաս, ես ծառայելու միտք չունեմ։ Ամոթ ես համարում։ Ոչ, կարծում եմ, որ ծառայելու կարիք չունեմ։ Եթե ունենամ եմ, համենայն դեպս ձեր որդուն չեմ ծառայի։ Ինչու չեմ հասկանում, ինչու եք այդպես զարացած խոսում երկում ընկեր։ Ընկեր, մեր մեզ ոչ մի ընկերական բան չկա։ Բագրատ։ Ներ, բայց ես կարծում եմ ժամանակն է եկել բոլոր հաշիվները նրա այդ բարձրախոսից։ Պարոն Անդրեաս, զսպեք ձեր որդուն։ Ես չեմ կարող նրա հետ վեճի բռնվել այստեղ։ Իսկ ես բացատրություն եմ պահանջում։ Իմ հայրը քեզ հետ կարող է խոսել այնպես, ինչպես կկամենաք, իսկ մեր մեջ ամեն բան պետք է բացել։ Ասում եմ այդ քո գործը չէ, դու ոչինչ չես հասկանում։ Բայց հայր, իմ ինքնասիրությունը վերաբերված է, եւ ուստի թույլ մի քանի հարցեր առաջարկել նրան։ Դուք ո՞վ եք ձեզանից, գիտեք։ Այո, Ով է ձեզ խնամել եւ բարձր լսում տվել։ ձեր հայրը, Ով է բայել ձեր մորն ու քույրերին։ ձեր հայրը։ Այսքանը խոստովանելուց հետո հանդիպում ես լինել երախտամոռ ու դու հայր ուզում ես, որ ես սառը վերաբերվեմ նրան։ Ասում եմ այդ քո գործը չէ, դու ոչինչ չգիտես։ Լսեք, պարոն, ես այսօր մտադիր չի ձեր հետ հաշվի նստելու, բայց քանի որ ստիպում եք, ես կխոսեմ։ Այո, ես Էլիզբարյանների խնամքով մեծացած մարդ եմ։ Դուք 9 տարի պահել ու պահպանել եք ինձ, մորս ու քույրերիս, բայց ինչպես, այդ միայն ինձ է հայտնի։ Այն ինչ որ ես եմ զգացել տարիների ընթացքում, ես չէի ցանկանա զգալ ոչ մի ինքնասեր մարդ։ Պարտական մնամ, եթե արդյոք լավությունները ունեմ մի անգամ երեսովը տված լինեմ։ Լրել եմ, որովհետև խնամել եմ մորս ու քույրերիս։
Գիտեի, եթե ձայն բարձրացնեմ, կզրկեք նրանց մի կտոր հացից։ Մայրս էլ է ներել, բայց հարցրեք, ինչ դրություն ունի։ Ամսական 25 ռուբլի տալով 25 անգամ նախատել եք նրան։ Շատ ես ծախսում, կարարա, ապրիքն եք նահարկում, թող աղջիկները տաղախին դառնան։ Տեր մեղաքեզ Աստված։ Իսկ մի անգամ այնքան անդուտ եք եղել, որ նրան առաջարկել եք մտնել աղքատանոց։ Քույրերս այսօր էլ առանց արտասուքի չեն կարողանում հիշել այդ օրերը։ Եվ ինչու՞։ Ով էր իմ մայրը։ Չէ՞ որ ձեր հավատարիմ ընկերոջ այրին է, մի կին, որը նույն չափարուստ է, որքան դուք։ Եվ մայրս արցունքները աչքերին պատում էր իր կրած վշտերը, արյունը սպաղեց իրակներից մեջ։ Ես վրեժխնդրության միջոցներ էի գտնում, չէի գտնում, եւ ահա հենց մայրս հասավ ինձ օգնության։ Եվ ասեց, որ կողոպտել եմ քո հորը։ Ուզեր պարտեցիր բարերարին սև ապերախտից։ Այո, պարոն, նա ինձ հայտնեց իմ հոր վերջին խոսքերը։ Ես մեռնում եմ աղքատության մեջ, ինձ կողոպտեց ընկերս, ահա քեզ այս թղթերը կհանձես որդուս երկուսումը ավարտի։ Թղթեր, ինչ թղթեր։ Մի քանի ընկերական պայմանագրեր, որոնք պետք է Ստախոս ես և դուրս գնա այստեղից։ Պարոն, խնայիր քո հորը։ Ագրատ։ Բայց նա քեզ անպատվում է, նա քեզ զրպարտի չի անում։ Թող անվանի, ով է հավատացողան։ Նա դեր երեխա է, ոչինչ չի հասկանում։ Որդի, այդ բոլորը ինչ որ ասացի, դատարկ բաներ են։ Ես քեզ ներում եմ որպես։ Գիտեմ, ապրել ես ուզում, արում ես եղում է, բայց չես կարող։ Եվ մտածել ես, ու այդ բանը հնարել։ Մի տակնար որդի, խոսենք հանդար։ Շատ եմ օգնել, որը հիշատակին էլի կօգնեմ։ Արի ստացնես մի քանի հազար ռուբլի, թող բերի, որ պահանջում ես, և ինձ էլ ատի գլխացավանքներից։ Դա անկարել է, ես մի գրոշ, մի կոպեկ անգամ նրան չեմ տա։ Վերջապես հենդ կտրելու ես, թե չէ։ Ստատուս չես հասկանում։ Ոչ, ող տար նրան կնշանակի վախենալ նրանից։ Բարեկամությունը, բարեկամություն։ Այսօր մեզ հետ պետք է ճաշել։ Մնաք բարով։ Տեսնում ես, թե ինչպես են այստեղ սիրում։ Իսկ դու ուզում ես երես դարձնել մեզանից։ Երես դարձնել մեզանից։ Ինչու։ Ով իմանա աղջիկս, ինչ որ հակառակ համերգ չէ, բայց ինձ թվում է դու խելք կբերես նրան։ Սաղաթել ենք գնանք։ Ինչ է պատահել։ Ինչու այդպես ալեկած ես։ Ոչինչ, այդ ամենը դատարկ բանում է։ Ինչ է նշանակում հայրիկի խոսքերը։ Դու ուզում ես մեզանից երես դարձնել։ Ասա, ես համբերություն չունեմ։ Մարգարիտ, եթե կարելի է այսօր ինձանից ոչինչ մի հարցնի։ Շատ լավ։ Չեմ հարցնի։ Եթե կամենաս, ես քեզ չեմ պահի, քանի որ քեզ համար հաճելի չեմ նա։ Մարգարիտ, թող այդ երեխայական ձևերը։ Դու նման չես ուրիշ կանանց։ Բայց դու ինձ հետ վարվում ես ինչպես մի երեխայի հետ։ Ուր են քո խոսքերը, թե միմյանց իրավանցածքի չեմ, չպետք է լինի, ոչ մի գաղտնիք։ Այդպես ես կատարում երթում։ Բայց կան գործեր, որոնց հետ դու չպիտի ծանոթանաս։ Քո սիրտը դեռ շատ մանուկ է։ Իսկ ես կարծում եմ, որ չկա գործ, որ քեզ վերաբերվի եւ ինձ ոչ։ Թող ինձ։ Դու ինձ վիրավորում ես։ Դա անդուտություն է սիրող կնոջ վերաբերվում։ Ինչ արած, վիրավորված ինքնասիրությունը երբեմն անգութ է լինում։ Վիրավորված ինքնասիրությունը։ Ում ինքնասիրությունն է վիրավորում։ Քոնը։ Ով է վիրավորել։ Հայրս թե եղբայրս։ Բայց դու լռում ես։ Դու ինձանից թաքցնում ես աչքերը։ Բավական է մի չափի համբերությունը հասկանում ես, ես ատում եմ կեղծիքը։ Ասա, պարզ եւ անյետյող ինչ է պատահել։ Հա, հասկանում եմ։ Դու խոսել ես հորս հետ իմ մասին, խնդրել ես իր համաձայնությունը։ Ներշել է, բայց ոչինչ չեմ ասում։ Հայրիկը բարես էր դեպի քեզ, եւ վերջապես նրա մերժումը չի կարող վիրավորան լինել քեզ համար, քանի որ իմ դուքրտերը միայն ես եմ եւ ես սիրում եմ քեզ։ Վերջապես ասելու ես թե ոչ։ Դու բռնություն ես գործադրում իմ կամքի վրա։ Կրկնում եմ, կան գործեր, որոնց հետ դու չպիտի ծանոթանաս։ Ոչ ասում եմ։ Մազի չափ գաղտնիք չպիտի ունենաս ինձանից։ Կամենում ես այդ պայմանով սիրել ինձ։ Ոչ կարող ես հեռանալ։ Այդ տիպի փոխադարձել ես չեմ ընդունում։ Թող լինի այն ինչ որ դիտել է։ Միևնույն է, անհնարին է քեզանից դարձնել։ Ապա Ասա ինձ Մարգարիտ, սիրում ես որ։ Ուզում եմ ասել հարգում ես նրան ինչպես մարդ։ անկասկած, չէ՞ որ իմ հայրն է մի մարդ է։ Եվ ազնիվ մարդ է, այնպես չէ։ Արտաշես, իմ հայրն անազնիվ չէ։ Համոզմունքով ես ասում այն։ Խորին համոզմունքով։ Գոնե ինձ մինչև այժմ հայտնի չէ նրա որևէ անազնիվ արարք։ Հարգում եմ ինչպես մի աշխատասեր մարդու, ով ինքը տգետ լինելով իր զավակների կրթության համար ոչինչ չի խմել։ Բայց ինչու ես այդպես նայում։ Միթե չես հավատում իմ անկեղծությանը։ Եվ դու ոչ մի թերություն չես գտնում քո հոր մեջ։ Ինչու՞ չէ։ Նա փողասեր է,
մտածում եմ միայն իր փողերի մասին, բայց դրա համար համարել նրան անազնիվ, այդտեղ կարելի է նրա շրջանի բոլոր մարդիկ էլ այդպես են։ Ինչ կանեիր, Մարգարիտ, եթե մի օր համոզվեիր, որ հայրդ անազնիվ է։ Արտաշես, Այո, անազնիվ գոնն է իր անցյալում։ Արտաշես, մտածի ինչ ես խոսում։ Ասում եմ այն, ինչ որ գիտեմ, քո հոր անցյալում կա մի սոսկալի հանցանք։ Եվ ինչն է այդ հանցանքը։ Մի անողորմ զրկողություն։ Ում ես եկել։ Մի անտեք և անօգնական մնացած ընտանիքի։ Իր հավատարիմ ընկերոջ որ զավակների։ Ես։ Ինձ, մորս ու քույրերիս։ Ապացուցիր ասած, լսում ես, ապա թե ոչ դու չես կարող զրպարտել քո բարերարին, դու նրան սիրում ես ու հարգում անշուշտ այստեղ մի թյուրիմացություն կա։ Միևնույնն է, թող նա լինի իմ պաշտելի ծնողը, իսկ դու իմ սիրելի։ Երկուսից հետ ավելի ինձ համար թանկ է ճշմարտություն։ Համաձայնիր, ես այլևս իրավունք չունեմ այցելելու այստեղ։ Ոչ, ընդհակառակ, պետք է այցելես։ Դու թունավորեցիր իմ սերը, դու այդ պարտավոր ես բժշկել։ Այժմ կարող ես հեռանալ, բայց վաղը դու կտասես բացելուց։ With me, make me sway like a misty ocean rising star. Hold me close, when it falls, like a flower bending in the breeze. Come with me, stay with me. When we start to dance with me, stay with me, stay with me. Oh, until hopelessly. Ման եկամար եկա, հազիվ կարողացա մի քանի բան գտնել իմ ճաշակով։ Ինչ տեսել եմ Փարիզ, այստեղը ոչինչ չեմ հավանում։ Իվիջևս, Փարիզում մի երիտասարդ սիրահար էր, և մի խճանկար նվիրեց։ Մի րոպե։ Ահա։ Եվ ինչ-որ է։ Ռոզալիա, որտեղ էիր։ Ой, մի ասա, հոգնեցի, գխարդս վերջապես նրսա, տեսնես ինչի անալի բան է, այսօր ծախսեցի մոտ 300 եվրո, ճիշտ է, հայրիկը կբարկանա, բայց դե ինչ հարած, ամենը հարկավոր մոտեր է։ Ռոզալիա, մինչև երբ պիտի այդպես անհաշիվ շռայլես։ Դու ինձ հանդիմանում ես։ Եթե կամենաս, այո, քո շռայլությունն արժանի է հանդիմանության։ Միթե, այ, եթե նախանձում ես ինձ, ինքդ էլ կարող ես շռայլել։ Ինչն է քեզ խանգարում։ Երևի կա մի բան, որ խանգարում է։ Դու այսօր բավականին հետաքրքիր ես, ապա բարեհաճիր ասել, ինչ է պատահել, դեմքդ շատ խորհրդավոր է։ Ռոզալիա, հասկացի վերջապես ինչ է կատարվում այստեղ։ Չի կարելի հանգիստ հոգով շռայլել այն փողերը, որոնց վրա ծանրանում է մի մեծ մեղադրանք։ Բայց ով այդ մեղադրյալ դնողը։ Ով, քո Արտաշես Օթարյանը, մի կեղտոտ և անամոթ զրպարտիչ։ Ռոզալիա, Բավական է, հերիք է պաշտպանես նրան ինձ մոտ։ Քեզանից առաջ ես եմ ճանաչել այդ մարդուն, ես ատում եմ նրան, ատում եմ հոգուս ամբողջ ուժերով, նա ապերախտ է ինչպեսով, որի մեր հայրը տաքացրել է իր ծոցում, և ես զարմանում եմ, ինչպես մինչ այսօր նրան ցույց չի տվել մեր տանջանքները։ միգուցե դա այդքան էլ հեշտ չէ։ Ինչ ես ուզում ասել։ Այն, որ ես մի վայրկյան անգամ չէի տատանվի երես դարձնել Օթարյանից, եթե համոզվեի, որ նրա տատն արդար չէ։ Այն, որ ես կսկսեի Աստծո պես պաշտել հայրիկին, եթե համոզվեի, որ նա անպարտ է իր ընկերոջ գերեզմանի մեջ։ Մեր գերդաստանի գլխին ծանրանում է մի սոսկալի հանցանք, այն ճնշում է իմ հոգին արջիջի պես, և ես չգիտեմ գլուխս ամոթ ում թաքցնել։ Իհարկե, բացի քեզանից ով ունի պատվի մասին հասկացողություն կամ գերդաստանական հպարտություն, դե մենք ամենքս թեթևամիտներ ենք։ Երկուսից մեկը, կամ դու ես կալագարվել, կամ այդ մարդը մի հասարակ իդիգան չէ, այլ խարդա դեր։ Այլ էլ չեմ կարող բացատրել դրա մատությունը։ Լսում, ես իմ հոր հարազատ զավակն եմ, պատրաստ եմ սիրել ու պաշտպանել նրան, թեկուզ նա այս աշխարհի ամենավերջին հանցագործը լինի։ Եվ ահա իմ ասելիքը, թող քո Օթարյանը ինչ ուզում է հնարին որ մասին, իսկ ես կաշխատեմ նրան խայտառակությամբ դուրս բռնել մեր տնից։ Հասկացա՞ր,
Ոչ մի ուրիշ սեր, ստի և խոքրության մեջ։ Ահ, զարմիթ է պատրաստել, հայրիկներ արդեն հասել է։ Դու պատրաստ ես հագցնել քո հիմարությունները նրանից, ես ախորժակ չունեմ։ Հայր, անում հասակից քեզանից լսել եմ, որ քո թողերը և հարստությունը վաստակել ես քո արտակրտնիկով։ Տղա, ասել եմ, էլի եմ ասում, այդ տղան ինձ զրպարտում է, բայց ես էլի ուզում եմ նրա հետ հաշտվել։ Դու ականջ էիր դնում, Աստված իմ, մի րոպե հանգիստ չունեմ այս տանը, կարծես բոլորը երդված լինեն գունից հանել ինձ։ Նենի հայրիկ, ես քեզ հրանում եմ։ Լավ, դու էլ մի նեղացիր, այդ եղբայրը տենց կատաղեցնում, բայց դու էլ պակասը չես, դու մորդ պես ինձ չես սիրում։ Կորիկ, հա, ես քո հայրը չեմ, դու խորթ ես ինձ համար, ես այս տան օտար եմ, օտար, իմ մասին մտածող չկա։ Գոնե իմ մասին հայրիկ, այդպես չես կարող ասել։ Եկան հավաքվեցին, գնա հա քեզ էլ եմ ճանաչում, դու այն ժամանակ ես իմ մասին մտածում ես գումար է հարկավոր քո քմաջուկների համար։ Մեկը դու ինքը սուտ է, դու էլ ինձ չես սիրում, դու փողի համար ես ինձ պատվում, էլ ոչ մի կոպեկ չեմ տալու։ Ամենքդ գնացեք ձեր աշխատանքով ապրեք։ Լաց, էլի արտասուք, հոգիս բերանս բերեցիք, խեղտեցիք, սպանեցիք։ Անդրեաս էլից բարոյի մոտ ոչ լաց եղեք, ոչ ծիծաղ եք։ Ինչպես ձեզ արեցին նրան վիրավորելու։ Նա աստուգար է։ Աստուգար, հորդ պես, ես սատնելով ատում եմ աստուգարներին։ Ինչ եք հավաքվել ագնավների պես գլխից կորեք։ Ոչ չեմ համարձակվում։ Կարճ կապիր, ես գնում եմ։ Լսի հայրիկ, իրավ եմ ուզում բացել։ Այն մարդը, որը մոռացել է քո բարերարությունը և ցանկանում է քեզ կողոպտել, այստեղ, մեր տանը հանցագիծում է։ Ինչ պարզ ասա։ Մարգարիտը սիրահարված է։ Օթարյանին, Սիրահարված, ով ասաց քեզ։ հենց ինքը Մարգարիտը, սրանից մի կես ժամ առաջ։ Հետո նա էլ սիրում է Մարգարիտին։ Կարծում եմ այո, չնայած այդ տեսակ մարդու հավատալ չի կարելի։ Ես գիտեմ, որ նրանք ամեն օր հանդիպում են խոսում։ Հայրիկ, ես իմ պարտքը համարեցի քեզ տեղեկացնել այդ մասին։ Կարծում եմ մեր գերդաստանի պատիվը պահանջում է խափանել այդ սերը։ Հենց հիմա։ Ինչ էլ լինի Մարգարիտը քո աղջիկն է։ Օթարյանը չարժե քո պես ադիրելու։ Իհարկե, գնա Մարգարիտին կանչի այստեղ։ Բայց հայրիկ, շատ էլ չբարկանաս, հիմարը չի հասկանում։ Ասում եմ գնա նրան կանչի։ Տեսնեմ ինչպես պիտի պաշտպանես սիրեկանի։ Առաջ եք բարկանացի։ Ինչ է, հայրը որ սուրա չի կարող բարկանալ։ Ծնողի դեմ ողջ չեմ կայի։ Հայրիկ, ես քո դեմ ողջ չունեմ։ Այո, Ժանինես, աղջիկս, ես գիտեմ, որ դու բարի սիրտ ունես, դե, արի հաշտվենք։ Բայց ես էլի քեզ վրա բարկացած եմ, գիտես ինչ աղջիկս, դու հորդ հետ անկեղծ չես։ Անկեղծ։ Ինչու ես զարմանում։ Հայրիկ, առաջին անգամ եմ քեզանից նման բան լսում։ Դու երբեք ինձ արժանի չես համարել այսպես խոսակցության։ Որովհետև դու ինքդ քեզ հեռու ես պահում ինձանից։ Դու երևի մտածում ես, իմ հայրը մի տգիր և խորամանկ վաճառական է, պետք չէ, որ սիրտս բացեմ նրա առաջ։ Ոչ, ոչ, հայրիկ, սխալվում ես։ Ես միշտ պատրաստ եմ եղել քեզ պատմել իմ բոլոր մտքերը, միայն թե դու միշտ ծանծահարել ես իմ լեզուն քո վրա ինքնավորություն։ Այո, ապրես աղձավակս։ Դե որ այդպես է, ասայինք, ինչու ես վերջին օրերին տխուր։ Ես տխուր չեմ։ Այ տեսար, դու կեղծել չես սիրում, բայց հիմա կեղծեցի։ Դու տխուր ես, որովհետև վերջերս քեզ հավատացրել են, թե քո հայրն ազնիվ մարդ չէ։ Լավ, ամենը հայտնի է ինձ, մի ամաչիր։ Նա դեռ երեխա է, ոչինչ չի հասկանում։ Տերը նրա հետ, երևի մի օր խելքի կգա կտեսնի, որ սխալվել է։ Այո, սխալվել է քո մասին։ Իհարկե, բա ինչ եք կարծում։ Դե հայրիկ, չեմ թաքցնի։ Ես հավատում եմ քեզ, ես չեմ կասկածում ոչ քո անցյալի և ոչ ներկայի վրա, բայց նա ինձ համոզում է, որ ես ողտել եմ նրա հորը, այնպես չէ, բայց ինչով, խոսքերով թե փաստերով։ Ոչ քեզանից փաստ կարող են պահանջել հայրիկ, ոչ նրանից։
Բայց առանց փաստերի կարող ես ծնողի դատապարտել, հա? Ամոթ քեզ, Մարգարիտ, ամոթ։ Հայր, դու իրավունք ունես ինձ նախատելու, ես շտապել եմ եզրակացություններ անելու։ Ներիր, խնդրում եմ։ Ներում խնդրելուց ինչ օգուտ։ Դու պետք է փորձես սխալը ուղղել, մեղքդ քավել։ Բայց ինչպես, ասա, ես կքավեմ իմ բոլոր մեղքերը։ Այնպես, արի ասա։ Նա ասում է, թե ինչ-որ գրավոր փաստեր ունի իրեն, դու, բայց այստեղ անհարմար է ասել, կարծում կար։ Որտեղ է իր ամբողջ գիշեր։ Աստղերն էի ուսումնասիրում, այժմ աստղերի իջերել օմելետային հաշվը։ Ամաչրես մի օր փեշ։ Ինչ իրավունքով ես դիրբարյաններից վերցրել, բացի փողում մսխել, հա? Հարգելի ինժեներ տեխնոլոգ։ Կարծեմ ես նույնպես պետք որ հարազատ որդին, ինչպես և դու։ Դու ապականում ես մեր ընտանիքի համար։ Ես թե դու պարոն Ստեֆենսոն, ես փողը փչացնում եմ, իսկ դու պաշտում ես։ Այ, բերանս բացեք մի տվեք, հա? Չարլեզում։ Գիտեմ ինչ է քո չարլեզում։ Մայրիկ, երեկ նա ինձ անվանեց աղվեսի պոչ։ Իսկ այսօր կանվանեմ Մարգիզուհի Դարաչան։ Էլիպչամնը գյունում է մի հատ է փոխել ես Ռոզալի, մի հատ է իշխանուշիկ ես բանեցնում։ Այ, ուղեք, հա, ամեն կտել ինձ համար ուղակի ծիծաղել է, հա, ոչի խղճարի նույն։ Եթե ձեր մեջ կա մեկը, որ կարող ես նախատել, ասա է։ Կարծում է երանելի հնարավորություն է։ Դե ամենայն դեպս արժի օթորեն իմ համակրանքի զրկվելու։ Մայրիկ զսպիր նրան, սուտ է, այդ ինքն է զրկվել իմ համակրանքից։ Այո, այն նորից, երբ զգացել ես, որ դու չես նրա հավանելին, իսկ առաջ, երբ ուսանողից, քիչ է մնում նրան մոտ վառ էիր։ Լավ, որտեղ այրիկը։ Քո գործը չէ։ Թաքցել եք ինձանից, բայց ես ամեն բան գիտեմ։ Գայլաթագարն ենք եք, թանթիկներն եք ըրծոտում։ Դու սկսում ես չափը տանցնել։ Նա հարբած է, չարժե հետը խոսել, գժվել։ Ինչ եք ամեն կողմից ապշած միտիկ անում։ Երկուսից մեկ։ Կամ օթերերը ճշմարիտ է, կամ սրբարտ։ Եթե սրբարտում է, պետք է պատժել։ Դու ես։ Անդրան ես պարում։ Վախենում ես։ Լսի, վախենում մնալով մենք կնոջից ապտակ ես ստանում և ուտում։ Ձայնդ կտրիշ։ Ոնց այդ դու ես նրան սովորեցրել։ Աղաչի, Ռոզալիա, հիմա էլ դուք, այս ինչ տուտետներ աստված։ Սպասի, մենք մի օր իրար հետ հաշվի ենք նստելու։ Բարև ձեզ մայրիկ, օրիորդ Ռոզալիա, բարով։ Մենք ծանոթ չենք։ Օրիորդ, այդ ինչ է նշանակում։ Ոչինչ որդի մի նեղացիր, մի փոքրիկ ընտանեկան վեճ է տեղի ունեցել։ Ռոզալիա բուժացած է։ Ինչպես է մայրը։ Շնորհակալ եմ մայրիկ, շատ բարի եք մեկ հանդեպ։ Ես քեզ սիրում եմ հարազատ որդուս պես։ Ուրախ եմ, որ մեծացել եւ օրինավոր մարդ դարձել։ Լսել եմ, որ քո եւ իմ ամուսնու մեջ ինչ-որ վեճ է ծագել։ Այդ ինչ շատ է ցավեցնում, որդի։ Շատ։ Մայրիկ, ինչ էլ որ պատահի իմ սերը ու հարրանքը ձեր հանդեպ չի նվազի։ Դուք բարձր եք ցանկացած վեճերից։ Օրինակ ինձ։ Իմ ցանկությունն այն է, որ բարեկամ մարդիկ հաշտ ապրեն։ Փողի համար չմոռանան Աստծուն։ Ռոզալիա։ Անի երևի հիստերիկա սկսել։ Ինչ է պատահել։ Ոչինչ, մի փոքրիկ ընտանեկան խռովություն։ Ռոզալիան ու Բագրատն ընդհարվեցին Սուրենի հետ ու միմյանց վիրավորեցին։ Դու ինձ երկու կրակի մեջ ես գցել։ Ես հավատում եմ քեզ, բայց ուզում եմ երբ հորս հավատալ։ Դուրս բեր ինձ այս անվերու գիտությունից, նստիր։
դատը ինձ համար շատ մեծ նշանակություն ունի։ Փողը արժեք չունի աչքի։ Միթե ես քեզ առաջին անգամ եմ ճանաչում, բայց քո եւ իմ հոր փոխադարձ թշնամանքը կարող է ինձ գործալ։ Ահա ինչից եմ վախենում։ Սիրելի, անհուր մարդը, մի ողտորիր հոգիդ այդ մռայլ մտքերը։ Ես գիտեմ, որ դու պաշտում ես հորը, բայց ես այնքան նրա դեմ չեմ զինված, որքան քո եղբորը դեմ։ Ովրակը բարեսի չէ, ես գիտեմ։ Նա ինձ արհամարել է իրական շրջաններում, անպատվել է տեղի և անտեղի, մի քանի անգամ անվանել է ձրիակեր։ Ես ուզում եմ ազատվել ուրացմանի վիրավորական դրությունից։ Ես ուզում եմ արժանանալ քո սիրուն։ Միթե դու չես հասկանում իմ պահանջի իսկական նպատակը։ Հասկանում եմ, շատ լավ եմ հասկանում։ Չգիտեմ, դուրս բերեք այս անդամի դրությունից խնդրում։ Շատ լավ, ես քեզ դուրս կբերեմ այս դրությունից։ Ես կներկայացնեմ քեզ բոլոր ապացույցներս։ Ես հենց այդ մասին եմ քեզ խնդրում։ Շատ լավ, թող հենց այդպես էլ և լինի։ Բավական է, որ միայն դու ասես քո եղբորը, որ ես ձրիակեր չեմ եղել, և ես պատրաստ եմ հրաժարվել իմ ժառանգությունից։ Ինձ համար քեզնից առավել դատավոր չի կարող լինել։ Եվ հավատա ես կլինեմ արդար դատավոր։ Հենց այդ է, որ ինձ վախեցնում է։ Ինչու՞։ Մարգարիտ, դու ինձ խոստում, որ երբ ճշմարտությունը բացվի, դու չես ընկճվի նրա դառնությունից։ Մի հարցակիր ինձ ոչ մի պայման։ Դու ինքդ ես սովորեցրել ինձ ճշմարտություն ամեն բանից երերասելու։ Բեր այդ թղթերը, ես այդ պահանջում եմ սիրող կնոջ իրավունքով։ Շատ լավ, ես կբերեմ։ Այսօր։ Մի քանի րոպեից այստեղ կլինեմ։ Չկարողացեք հանգիստ չեմ։ Եվ ասանիցները դատարկ է, ինչ ուզում ես ասա, դիմել չեմ կարողանում։ Հետևաբար չես կարող լսում ես դատողությունը։ Ես ողջ չեմ։ Կարծեմ դու հայրիկից ամսական 300 ռուբլի ես ստանում։ Ես վաղուց եմ դարձել հայրիկից գումարը։ Ահա թե ինչ։ Ատում ես փող։ Իլիսոփա ես։ Ինչից է հարկավոր փողը, երբ տամնամերվան պատրաստ կա։ Այդ էլ է ճիշտ, բայց ինձ հարկավոր է, շատ հարկավոր։ Հասկանում ես առած փողից համարի առած ոտների եմ։ Շատ։ Այո, Մարգարիտ, կյանքը շատ տխուր բան է։ Մարգարիտ, ես արդեն ձանձացել եմ ես կյանքից։ 23 տարեկան հասակում։ Խիքի չէ, իմ մարդիկ շատ է տեսում, շատ են զգում ու շուտ ձանձրանում։ Ազնիվ խոսք, երբեմն ես ինքս ինձնից վախենում եմ։ Այ տես։ Փող դու թե չկգրակի։ Սուրեն մի արավը տակավոր են թող։ Ինչ ես դու կարող է գրակել թող։ Անիս։ Այս հեշտ գրակողներից չէ։ Դոկտոր քայսպես քաշել, հետո սեղմել այստեղ և պատրաստել։ Մի պահի մոտդ վտանգավոր է։ Ես ես ինքս ուզում եմ այդպես եմ։ Վերջում ազատություն սատանից։ Ուրեմն չունես, հա։ Եվ ոչ կունե 50 ռուբլի։ Չունեմ։ 45։ Սուրեն։ Ցավալի է, շատ ցավալի։ Կնշանակի այսօր գեղեցկուր չեմ կարող այցելել։ Դա անկարելի ամոթ է։ Նրանք մտածի հայ տղան նորից փախած ասեց։ Մոտնա իր ինձ եկա։ Էլիկա, որտեղ է Ռոսալիան։ Իր սենյակում։ Նա հաստատ փող կունենա։ Այդքան վիրավորելուց հետո դեռ նրան ինձ գումար ես խնդրելու։ Դատարկ բան է։ Նա գիտի, որ ես բարի սիրտ ունեմ։ Միայն լեզուս վճար։ Մի քիչ կշորի եմ, կգողում գեղեցկությունը, իսկույն կպահի։ Ռոզալիա, գույրիկս։ Ահա, սիրելիս, այստեղ է իմ պատիվը, ինքնասիրությունը և ողջ կարողությունը։ Շնորհակալ եմ, դու մեծ հավատ ես ինձ այնից։ Այդ տեսակ հավատը քո գործնական եղբայրը անշուշտ կհամարել հիմարություն։ Սակայն այդ ինձ չի անհանգստացնում։ Ես սիրում եմ քեզ, ուրեմն քեզ էլ պետք է հավատամ, քանի որ այս ամենը ես անում եմ միայն քո սիրո համար։ Դու մի քանի օրից նրանց ետ կստանաս։ Բավական է ինձ տեսություն։ Այնով է։ Ահա հայրիկ, այստեղ է բոլորը, նա բեր ինձ։ Այժմ ես կիմանամ, ով է ձեզանից արդար և ով ոչ։ Ապրես զավակս, քնի ես։ Բաղդադ։
Վերանից բաց եմ արել, խոսքս կտրել է գողից։ Գրել է, բայց կրակս ներս դուրս եմ բարել։ Ոչինչ, մայրիկ, հայրիկը խելոք է, նա գողի իր բոլոր սխալները։ Ո՞րիկը։ Մայրիկ, դու շատ ես լավացել։ Սուս, դու ոչինչ չգիտես, այրդ իր հոգին ծախել է սատանայից։ Մինակ Բագրատ, ուշ է, ուշացան խնջույքից։ Արկածն ու վերջապես ծրվեցին։ Այո, գիշերն ավելի լավ է, քան ցերեկը։ Աստված ինչն է օգնում քեզ։ Միշտ այս րոպեին Աստծո անունը նա ավելի շատ մեծ դրա կբարկանա։ Դու ավելի լավ է նայել տեսող կա նախասենյակում։ Դռները կողպի։ Այնտեղ ոչ ոք չկա։ Ավելի հարմար ժամանակ չէի կարող ունենալ։ Շտապ են գիշերն անցնում է։ Սաղաթ է, չկարծես թե միայն փող են համարմանում։ Իհարկե, այստեղ պատվի խնդիր կա, փողը ոչ։ Ինչ լավ հաջողվեց, նա քնած էր երեխայի պես, վերցրի, ձայն չես լսում։ Լսում եմ, հեռանակ այստեղից։ Հայրիկ, հայրիկ, հայրիկ։ Երեցեք, որ անհանգստացում եմ, ասացեք իսեր Աստծո ինչ է պատահել ձեր տանը, ինձ ասացին, որ մայրիկն ու օրիորդ Մարգարիտը հանգարցակի հիվանդ է։ Շնորհակալ ենք պարոն, որ այդպես մտածում եք մեր մասին, բայց մեր տանը հիվանդ չկա, ուրիշ։ Պարոն Անդրեաս, ես գիտեմ, որ ամեն բան ձեզ արդեն հայտնի է, չեմ թաքցնի, Մարգարիտի առողջությունը ինձ համար շատ թանկ է, արդեն երրորդ անգամ է այսօր գալիս եմ, ինձ չեն ընդունում ասելով, թե նա հիվանդ է, այո, ինձ վախեցնում է, անկարելի է, որ Մարգարիտը թեթև տկարության պատճառով ինձ չընդունի, անշուշտ նա ծանր հիվանդ է։ Սաղաթ է լսում ես, մարդը տանջվում է, հանգիստ կաց պարոն, իմ աղջիկը հիվանդ չէ, միայն երբ Քերի մայրիկ ուզում էր քիզես։ լսեցի հիվանդ ես, ինչու ես վեր կացել։ Հայրիկն է եկավ ինձ տեսնել։ Չկարողացան։ Արդեն երրորդ անգամ է։ Ես փախչում եմ նրանից։ Հայր, ու ինձ միջոց նրան պարզերես հանդիպելու Չեմ հասկանում, ինչ ես ուզում ինձանից։ ազգություն։ Ես այն եմ ինչ որ կամ, ոչ ավել, ոչ պակաս, դու չես կարող ինձ խրատել։ Ուզում եմ անունս խայտարակությունից ազատել։ Ազատել։ Ոչ, ընդհակառակը, դու ուզում ես ինձ քո սիրեկանին։ Մի ասա այդ բան։ Ինչպես չասեմ, նրան ճանաչելորից հարդատ հորդ մոռացել ես։ Նրա մի համբույն ավելի թանկ է քեզ համար, քան իմ պատիվը։ Եվ թվում եմ մեր գերդաստանյանով, որ սխալվում ես։ Չեմ թաքցում։ Ես սիրում եմ Օթարյանին, բայց քո պատիվն ավելի եմ սիրում։ Որովհետև իմ ծնողի պատիվն ինձ համար ավելի թանկ է, քան իմ երջանկությունը։ Սուսանա մոտ, մի համարձակվիր մոտս խոսել քո սիրո մասին։ Ես շատ լավ գիտեմ, որ դու ուզում ես խլել ինձ իմ հարստությունը, տալ այդ քյադային, որ երկուսով ավելի փառավոր ապրեք։ Քո օժիտը քեզ քիչ է թվում։ Ես գիտեմ, որ անգամ դու ինքդ չես հավատում քո ասածներին։ Դու շատ լավ գիտես, որ ես երբեք քո հարստության վրա աչք չեմ ունեցել։ Իհարկե, դու ես աշխարհից չես, քեզ մայր չի ծնել։ Բավական է, դու սիրտ չունես, դու իմ թշնամին ես։ Շատ լավ, ով այդպես լինի, բայց մի օր կհամոզվես, որ ոչ ոք քեզ չի սիրել անչափ։ Ինչ ես եկել գլխիս կարճ ասա։ Այրիկ հետ տուր ինձ այդ թղթերը, հետ տուր, խնդրում եմ։ Հետ դու հանդրասել ես բարով լսում ես, սուրը դուր թշնամու, վիզը ծրիր, որ նա կտրի։ Չէ որդի, փարկասին դեռ չեմ կշվել։ Այրիկ մի ծախերի տանջանք, ես չեմ կարող դիմանալ քո անպատվությանը։ Դու երազ ես տեսել ուրիշ ոչինչ։ Կյանքս կտայի, եթե երաս լիներ։
Երբ լսեցի բանալիների ձայնը արթնացա, լուսամուտի թույլ լույսով տեսա քո արագ կերպարանքը։ Մի քանի րոպե սարսափից քարացած դիտում էի արարքը։ Ախ, այն ինչ վայրկյաններ էր, երբ դու հեռացար վախկոտ քայլերով ու այստեղ դահլիճում քո սարսափած դեմքի վրա ես կարդացի դատամրջին։ Դա ինձ համար կանցակի հազար։ Երաս չէ, բա ինչ է։ Ես ամոթ վիճեր քերուս հետ եմ եղել։ Հայրիկ, ինչ ես խնայում քննեք ես, սիրտս վկայում է, այդ թղթերը քո գլխի մի փոխանք բերել։ Ինչ ես ուզում ինձանից չունեն թու։ Հայրիկ, դու ինձ լավ չես ճանաչել, ես քիչ եմ խոսել, բայց շատ եմ մտածել և զգացել։ Ես պատրաստ եմ կյանքը զոհել պատմիդ համար, բայց պատիվս բարակ փոխորել հարստությանից համար չեմ կարծում։ Հայրիկ, նա ազնիվ է, նա ինձ էլ ազնիվ համարում, ես փախանել եմ ինքպես կողմ, հայրիկ դու մեր թղթերը, եթե մազի չափարկում ես աղջիկան պատիվը։ Հեռացի աղջիկարնս գլուխս է տալիս։ Չեմ հեռանամիջ եմ, որ չստանամ այդ թղթերը։ Սրկիրից մի կտոր հացից, բրդիր փողոց ես, պատրաստ եմ քո վերջի գործականարի աղախին դառնալ։ Պատրաստ եմ դռն է դուր ընկնել, ողորմություն կուրալ, բայց գողը ճակնել է հաշկերում, ես այդ չեմ կարող, անձոր է։ Հայ, ազատիրի պատիվը, երկդուրի պատիվը ինձ խնդրում է։ Դուրս անպատկար, դու կարող ես ինձ որդեսպան դարձնել։ Աստվածին, ինչ անեմ, նա սիրտ չունի, հայր, թակակն աղաչում եմ երկդուրի ինձ այդ թղթերը, քեզանից է կախվածին կյանքը, լավ լսին հայրիկ, կյանքս եմ ասում մի հանային, մանը գողությունը սոսների հացարկ է։ Երկած կմտնենք կտեսնենք։ Ես պետք դիգենամ, միայն պատիվս ես ստացված, տեսնում ես, խիրջը դարձել դանջում են ես, հայրիկ, ես գիտեմ, որ դու բարի ես գիտեմ, որ քո չարությունը կեղծ է, խնդրում եմ հայրիկ, դուր ինձ իմ թղթերը, ես առանց պատվին մի ժամ անգամ ապրել չեմ կարող, դուր ինձ իմ պատվին։ Օքից բերանս բերեցի։ Շնորհակալ եմ հայրիկ, շնորհակալ եմ, դու դրանով ազատում ես ոչ միայն պատիվս, այլև կյանքս, շնորհակալ եմ։ Չարած դու համարես։ Կաց, եթե ոչ քեզ են կգցեմ այնտեղ։ Կորավ ամեն բան։ Այստեղ եկեք, Ռոզանիա, Բագրատ, ամենքդ եկեք։ Տեսեք ինչ է կատարվում այստեղ։ Հայր նայեց իր աղջկա պատիվը։ Հայր նայեց իր աղջկա պատիվը։ Վերջապես տեսար քեզ, դու հիվանդ ես և փախչում ես ինձանից։ Մարգարիտ, լսիր, հայրդ ինձ անպատվեց և վրընդվեց իր տնից, ցույց տուր նրան իմ ապացույցները, ահա և եղբայրը։ Այսօր նա ուրիշ լեզվով է խոսում ինձ հետ։ Այստեղ մարդկանց դերերը փոխվել են, երեկ հայրդ էր ուզում ինձ կաշառել, այսօր եղբայրը։ Ինչու ես լռում, ասա ինչ դավադրություն է այն, չէ որ ես քեզ ընտրեցի իմ դատավորը, որտեղ են իմ ապացույցները, Մարգարիտ։ Ես այրել եմ այդ թղթերը։ Այրել եմ։ Ահա։ Այրել է։ Ուրեմն այն մի որոք այս է ինձ համար։ Մարգարիտը դաշնակից է մի ավազակի։ Ոչ, այդ անկարելի է։ Կասկած է դրա ազնվությանը գնաշանքի հայհոյել սրբությանը։ Այստեղ մեղավորն ուրիշ է։ Արդարացրեք ձեր աղջկան։ Սաղաթել գնանք գլուխ։ Մարգարիտ իրեն սպանեց։ Քեզ այդ դու ես այրել, Մարգարիտ։ Իմ աչքերը չմոռանաց։ Թե խավարից լույսը թողնես, լույս
Ա